Ասկերանի շրջանի Ռև գյուղի Արամն է, ով 1 տարի առաջ վաճառելով մեքենան կարևոր նշանակության իրերն ու որոշեց ավանակներ գնել։ Նախապես ուսումնասիրելով, թե ինչ օգուտ կբերի այս խելոք կենդանին մարդկանց։ Ձիերի էշերի միջոցով ես իրականացնեմ այդ հիպոթերապիան։ Ամեն առավոտ ամենակարևոր գործը կերակրելն է։ Հաղորդակցվել է կենդանիների հետ ու ամեն անգամ նոր բացահայտումներ անելը։ Ես զգում եմ ինչ հիվանդություն, ինչ ձևի օճառ է պետք շինել ու որ այդ օճառը բոլորովին կանխի ամեն մի անգամ պսորիազնել, էկզեմանել, ռոժանել, տենց լուրջ հիվանդությունները մաշկային ես կարող եմ բուժեմ։ 14 տարի է արդեն ուսումնասիրելով մարդու մաշկային խնդիրները եկել այն համոզման, որ ավանակի կաթի ու մի շարք խոտաբույսերի խառնուրդ ստանալով հնարավոր է ձերբազատվել տասնյակ մաշկային հիվանդություններից։ Բուժիչ կոսմետիկա, օճառ, շամպուն, կրեմներ, քսուկներ, մաշկային հիվանդությունների, խնդիրների համար եւ երիտասարդացնող կրեմներ։ Արհամարված ու ծաղրի ենթարկված կենդանին այսօր կարող է ավելի օգտակար լինել, քան կարծում եք, ասում է հոգատար Արամն ու հավելում, որ Ռև գյուղում որոշել է զարգացնել էկոտուրիզմն ու օգնել նույնիսկ այլ մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն կապված վեստիբուլյար համակարգի, նյարդային անկայունության ու անքնության հետ։ Հա, ձիերով էլ ուրիշ միջոցներով, ուրիշ հիվանդություններ, ոսկորայի, ռախիտների, ասենք իցնե անգամ մարդիկ, որ ոսկորային խնդիրներ ունեն, իցնե հարցեր ունեն, ես էլի ձի միջոցով բուժումներ եմ անցկացնում։ Մի քիչ այդ բանը կոչեր չունենա, մատեր ունին, կարանք գրելներ սովորի։ Սովորելը չգիտեմ, բայց որ արդեն պահանջված է իրենց կաթը, դա փաստ է։ 1 կիլոգրամ պանիր ստանալու համար հարկավոր է 25 լիտր կաթ, այն պայմաններում, երբ մեկ ավանակը օրական 2 լիտր կաթ է տալիս։ Մոլատին սենց խեղճի ձեն ունի։ Լավ, էսա կիզել եմ տամ, թե եկ։ Քաղցկեղ, ասթմա, բրոնխիտ, սրանք այն հիվանդություններն են, որոնք ենթակա են բուժման ավանակի կաթի օգնությամբ։ Իհարկե, Արամի երազանքները էկոտուրիզմը զարգացնելու հարցում հեռանկարային են, սակայն այս իրավիճակում, ինչ է Արցախում է, անհնար է առաջ խաղացում ապահովել, համոզված է տնտեսագետ Արթուր Գրիգորյանը։ Իհարկե, եթե այսօր գյուղացին միայնակ է մնում իր բոլոր խնդիրների հետ, չի կարող այդ պարագայում գյուղատնտեսություն զարգանալ կամ էկոտուրիզմ կամ ագրոտուրիզմ զարգանալ։ Դրա համար պետք է պետական աջակցություն, ոչ թե պետական թելադրանք, այլ պետական աջակցություն։ Դա կլինի եւ խորհրդի տեսքով, եւ զբոսաշրջիկներ ներգրավելու տեսքով, եւ թողարկված արտադրանքը իրացնելու տեսքով, եւ արտոնյալ վարկերով, եւ որ շատ կարեւոր է ուսուցմամբ, որ մեր գյուղացի երիտասարդությանը մասնավորապես պատրաստենք որպես գիդեր եւ ամեն մեկը որպես զբոսավար կարող լինի իր տարածաշրջանը ներկայացնել զբոսաշրջիկի։ Պատճառները այն են, որ մեր երկրում զարգացած չեն ենթակառուցվածքները եւ ճանապարհների տեսքով, եւ զուգարանների տեսքով, եւ բանկոմատների տեսքով, եւ սպասարկման տարբեր օբյեկտների տեսքով եւ նաեւ մատչելիության տեսանկյունից, որը կարծում եմ մեծ աշխատանք կա տանելու եւ որը բավականին լավ արդյունքներ է ապահովելու, եթե օրինակ գյուղեր ունենք, որ ուղղակի ունեն հրաշք բնություն, լեռներ, անտառներ, ձորեր, աղբյուրներ եւ ինչու ոչ զբոսաշրջիկ ով այցելում է Արցախ կարող է իր ձեռքով պատրաստել հացը, թխել հացը, տեսնել թե ինչպես են հացը թխում, մասնակիցը լինել եւ ալուրի աղալու process-ին եւ առհասարակ գյուղական կյանքին, հող մշակելու, անասուն պահելու եւ այդ ամենը բնականաբար Նյու Յորքում կամ Տոկիոյում ապրող զբոսաշրջիկի համար ուղղակի նորություն կլինի։ Միացյալ Հայաստան կուսակցության թիմը բավական երկար ժամանակ է արդեն ինչ զբաղվում է գյուղական համայնքների խնդիրների ուսումնասիրությամբ։ Հանդես գալով սեփական ծրագրերով Արցախի զարգացման առաջնահերթ շարժիչ ուժը տեսնում է ջրային պաշարների ճիշտ օգտագործումը։ Այս կարևոր ծրագրի իրականացմամբ ինքնաբերաբար լուծում կստանան ու կյանքի կկոչվեն այն բոլոր նախագծերը, ինչը կապված է թե գյուղական համայնքների կյանքի բարելավման, թե քաղաքների բնականոն զարգացման հետ։ Ջրի մեջ, այսպես ասած, թաթախված երկիրը, որ գրեթե բոլոր կողմերից հոսում են բավականին հորդառատ գետեր, իրականում ունի օրստորե ցամաքող աղբյուրներ, ունի չոռոկվող դաշտեր, դաշտերի գերակշիռ մասը անջրտի, այսինքն ոչ թե ջուր չունենք, ջուր ունենք, ուղղակի ենթակառուցվածքներ չունենք։ Եվ եղած ջուրը ուղղակի կողում ենք խողովակների մեջ, մտցնում ենք խողովակների մեջ, վրան սարքում միկրոհեկ, փոքր հեկերի շինարարությունը բնականաբար պետք է տանի եւ
գետի հունի ոչնչացման եւ դրանից ծնվող խմելու ջրի աղբյուրների ցամաքեցման եւ նաեւ բնականաբար այդ հունի շրջակայքի անապատացման Այսինքն իհարկե հեկը շատ լավ բան է, էլեկտրաէներգիա արտադրելը շատ լավ բան է, աշխատատեղ ստեղծելը շատ լավ բան է, բայց դա չպետք է լինի բնությունը այս ձևի գիշատչաբար ավերելու շնորհիվ։ Այլ պետք է լինի օրինակ ջրամբարների կառուցման տեսքով, բոլոր ստանդարտները պահպանելու տեսքով, որը չի պահպանվում, որովհետև Արցախում հատկապես Թարթար եւ Հակարի գետերի եւ նրանց վտակների վրա ամառվա սեզոնին, հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ջուրը համեմատաբար ավելի քիչ է լինում, կարելի է ականատես լինել հարյուրավոր կիլոմետրեր ցամաքած գետերի կամ չափազանց փոքր ծավալով հոսող գետի, որը հնարավոր չէ ոչ սնուցել շրջակա աղբյուրները, որոնց որ ինքը սնուցող է հանդիսանում եւ առավել եւս չի կարող շրջակայքը ոռոգել, որովհետեւ ջուր չկա, որտեղից ոռոգեն, այլ հարց է որ ջրի վրա մի հատ էլ ենթակառուցվածք է պետք, որը նույնպես չկա։ Ներկայությամբ կա, բայց ամառային սեզոններում ջուր չլինում, 2-3 օրը մեկ 15-20 րոպեով ջուր են տալիս մարդկանց։ 17 թվականին համարյա թագին ժամանակ էս ներքին ցանցը փոխել են, հետո նորից արտեզանյան ջրհորի համար ենք դիմել ենք նորից սկսել են այդ գործողությամբ զբաղվել։ Նախագահի այդ մեր գյուղ այդ ժամանակ խոստովանել են, հետո ապրիլյան պատերազմը սկսեց, որը որ խանգարեց, սաղ ծրագրերը իրար խառնվեց։ Պատճառներ միշտ կգտնվեն, արդարացնելու այն, ինչ չի արվել։ Արցախցին չի սիրում դժգոհել, հպարտ հայ մարդու տեսակ է։ Դա էլ օգտագործելով տեղի իշխանությունները միայն սեփական բիզնես ծրագրերին են զարկ տալիս, գյուղացուն թողնելով միայնակ իր խնդիրների հետ։ Եկամուտը հալավոր չունեմ, ստեղից ընկերներ են օգնում, արտասահմանից են բաժշկա են անում, ասենք սեսկերը մեր որ տալիս են, մեր ընկերներն են, բոլորին ով խանութ ունի, մնացորդներ կա։ Ոչ միայն ավանակ պահելու գաղտնիքները գիտի, այլև շինարարական վարպետության ու ճարտարապետական լուծումների շնորհիվ զարմացնում է Արցախ այցելած զբոսաշրջիկներին։ Այս հայտնի առյուծի կերտմանը մասնակցել են 50 բանվոր եւ նաեւ Արամը, որի դիմաց ոչ մի լումա մինչ օրս չեն ստացել։ Որ ինձ խაფել են հեչ, բայց այն 50 քանի մարդ որ եւ տեղ են աշխատել եւ 2 հատ ջրավազան են շինել, բան են շինել, դա, բայց ես մեղադրում եմ մեր ուժային կառույցները եւ մեր նախագահին, որ ես քանի անգամ նամակ եմ գրել, որ այդ բանը բերեք, այդ գործը բարձենք, բարդ։ Այդ գործը եկեք բարձենք, որ ոնց է եղել իրականությունը, ոչ թե ինձ ասենք, այս բանվորները փող չստանան դրա պատճառով, որ ինչ որ մեկ ուրիշը գողություն այնտեղ արել, բայց մեզանով գցել որ բեդնավա ռոսիյանը կարոտել։ Վիրավորանք, բայց Արամ Ավագյանի ու իր նման հայրենասեր մարդկանցից շատերը չհեռացան հայրենիքից։ Մնացին, որ նորից ստեղծագործեն ու ապրեցնեն նրանց, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։